Լիամ Սարոյան, գրադարանում։ Երկու տղա, երկու ընկերներ գնացին մեծ տպավորիչ գրադարան։ Այնտեղ շատ գրքեր են և լուռ էր ամբողջովին։ Ընկերները շատ զարմացան և ասացին. «Ինչ լուռ է այստեղ»։ Տեսա երկու մարդկանց, որ վերցրել էին գիրքը ու կարդում էին։ Ասաց. «Ինչ լուռ է, այստեղ ոչ էլ ձայն կարելի հանել»։ Մատների ծայրերի վրայով քայլեցին։ Եկավ տիկին գրադարանի նայողը և ասաց. Գրադարանավարուհին ասաց. «Երեխաներ, իսկ ինչու եք եկել»։ Նրանք զարմացան, ասացին. «Իսկ ինչու է նա մտքում ասեցին, ինչու է նա այդքան բարձր խոսում»։ Եվ ասեցին. «Մենք եկել ենք, որպեսզի գրքերը նայենք»։ Ասում են. «Իսկ ինչու»։ Ասում են. «Ինչ է, չի կարելի նայել գրքերին»։ Ասում են. «Այո, կարելի է»։ Եվ գնացին գրադարան և վերցրեց գիրք, մի հատ տպավորիչ կանաչ գույնի կազմով գիրք և նայեց։ Մեջը սիրուն խոտ էր և գեղեցիկ աղջիկ էր։ Նա շատ տպավորված էր և ասում էր. «Սա ատառ է և միայն էր, ուրիշ տար չգիտեր»։ Եվ նրանք հեռան այդ գրադարանից և ընկերներից մեկը ցատկոտելով շատ ուրախ ցատկոտում էր։ Ցտեսություն։ Ինչ կլինի, եթե դու շատ գրքեր կարդաս։ Կբացի շատ մեծ հնարավորություններ և դու կիմանաս շատ բան։ Ինչ գրքեր ունես։ Ունեմ Հովհաննես Թումանյան, Արակներ, Վիննի Պուխ, շատ լավն է, և նաև ռուսերեն գրքեր, և Պույպույի մկնիկ, շատ գրքեր և այլն։ Իսկ դու ո՞ր գիրքը խորհուրդ կտաս կարդան քո ընկերներին։ Վիննի Պուխը, նա շատ օգտակար գիրք է։